Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնել առաջարկող նախագիծը կառավարության բացասական եզրակացությանն արժանացավ։ Ապրիլի 22-ին Ազգային ժողովում Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել, որ ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթരാճ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Օրենսդրական փոփոխություններով խմբակցությունն առաջարկում էր սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 300-պատիկի չափ կամ հանրային աշխատանք 150-ից 250 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակ 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով։ Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։ Կառավարությունը կվճարի կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Անիֆի շահութահարկը, որի համար պետական բյուջեից կհատկացնեն 84.5 միլիոն դրամ։ Շահութահարկի պարտավորությունն առաջացել է 2024 թվականի ընթացքում։ Անիֆը ֆինանսավորվում էր պետական միջոցներով։ Հիմնադրամի կառավարման համար ներգրավել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում արտերկրից։ Սակայն ըստ ԶԼՄ-ների միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն եւ օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին։ 5 տարվա ընթացքում Անիֆը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա։ Հայաստանը համաշխարհային բանկից նախատեսում է $100 միլիոն վարկ վերցնել զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկի հետ բանակցություններն ավարտական փուլում են։ Հատկացված միջոցներով նախատեսում են արդիականացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները արդեն հայտնի հանգստի կենտրոններում՝ Գորիսում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ջերմուկում, ինչպես նաեւ նոր ուղղություններ ստեղծել։ Մասնավորապես նախատեսում է գյուղական զբոսաշրջության կլաստերի ձևավորում Եղեգիս գյուղում, նաեւ գինու կլաստերի ձևավորում Վայոց ձորի մարզի Արենի գյուղում։ Հայաստանը 5 տարում օդի աղտոտվածության մոնիթորինգի 16 կայան ձեռք կբերի։ Շրջակա միջավայրի նախարարը ներկայացնելով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-ից 2030 թվականների միջոցառումների ծրագիրը նշել է, որ 2024 թվականին նախարարությունը պետական բյուջեի գումարներով արդեն 2 շարժական դիտակայան է ձեռք բերել, որոնք կտեղադրվեն Երևանում։ Կվերազինեն քիմիական լաբորատորիան, որի օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ստանր մետաղների ավելի ճիշտ տվյալներ կարող են ձեռք բերել։ Հայաստանն առանց վիզայի ռեժիմ կսահմանի Միացյալ Նահանգներում, Եվրամիության երկրներում, այդ թվում Շենգենյան համաձայնագրի երկրներում եւ Պարսից ծոցի երկրների մի մասում կացության իրավունք ունեցող անձանց համար։ Արտգործնախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանում արդեն իսկ գործում է առանց վիզայի ռեժիմ այդ երկրների քաղաքացիների համար։ Այժմ առաջարկում են այն տարածել նաեւ կացության կարգավիճակ ունեցող անձանց վրա, այսպիսով հեշտացնելով մարդկանց այցելությունը Հայաստան։ Առանց վիզայի ռեժիմ կսահմանվի նաեւ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիների համար։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։